Ողջույն։ Իսկ դուք գիտեք, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններից են ասորիները, ովքեր առանձնանում են իրենց բազմադարյա պատմությամբ և հետաքրքիր մշակութային առանձնահատկություններով։ Այսօր կպատմեմ ասորական նոր տարվա մասին։ Այն պարզապես օրացույցային օր չէ, այն օր է, որը կապում է ասորական պատմությունը, անցյալը, ներկան և ապագան։ Ասորիները նոր տարին նշում են ապրիլի 1-ին։ Այն ունի մի քանի անվանում՝ Խաբնիստան, Ռեշադշետան կամ Ակիտու։ Ասորական նոր տարին նշվում է գարնանը, և սա պատահական չէ, քանի որ գարունը նշանակում է նոր շրջափուլ, տարվա նոր սկիզբ և կարծես թե վերածնունդ։ Առավոտյան վաղ ժամերից բոլոր այն բնակավայրերում, որտեղ ապրում են մեծ թվով ասորիներ, տիրում է հետաքրքիր մթնոլորտ։ Մարդիկ հագնում են ազգային հագուստ, կրում են ազգային նախշեր պարունակող զարդարանքներ, ծաղկային դետալներ պարունակող զարդարանքներ, վերցնում են իրենց դրոշն ու դուրս են գալիս քայլերթի։ Քայլերթի ընթացքում երգում են, պարում են, հնչում է գեղեցիկ երաժշտություն և կարծես թե ստեղծվում է մեկ միասնական հետաքրքիր մթնոլորտ։ Քայլերթը կարևոր դերակատարում ունի, քանի որ այն կարևոր խորհրդանիշներից է այս տոնի և բոլոր այն բնակավայրերում, ինչպես արդեն նշեցի, որտեղ ապրում են մեծ թվով ասորիներ, այս օրը առանձնանում է հենց այս գեղեցիկ և տարբերվող քայլերթով։ Ասորական նոր տարին ունի մի շարք պատմական ծիսակարգեր, որոնք գալիս են պատմության խորքից և պահպանվել են մինչ օրս։ Օրինակ՝ ջրի և բնության հետ կապված ծիսակարգը։ Շատերը նախընտրում են այս օրը նշել բնության գրկում, գետի ափին օրինակ, և միմյանց վրա ջուր ցողել, լվացվել գետի ջրով, և այս արարողությունը ևս պատահական չէ, քանզի նշանակում է, որ ջուրը կարծես թե մաքրում է այն հիվանդություններն ու բացասական երևույթները, որ եղել են նախորդ տարի և իր հետ է տանում նախորդ տարում թողնելով, և նոր տարում մարդը մտնում է ավելի առողջ և կարծես թե մաքրված։ Մյուս գեղեցիկ ծիսակարգը կարող ենք առանձնացնել կանաչի և ծաղիկների հետ կապված ծիսակարգը։ Մարդիկ սիրում են այս օրը իրենց տունը, տան պատերը զարդարել սեզոնային ծաղիկներով, բույսերով և կանաչ ճյուղերով։ Հենց այս կանաչ ճյուղերի ու ծաղիկների առկայությունը տանը նշանակում է պտղաբերություն, առատություն, լիություն, որը պետք է պահպանվի ամբողջ տարվա ընթացքում։ Գեղեցիկ ծիսակարգ է նաև օրհնությունների և բարեմաղթանքների ծիսակարգը։ Ասում են, որ այս օրը ասորական համայնքում ավագները կրտսերներին, ծնողները երեխաներին, համայնքի ղեկավարները համայնքի ներկայացուցիչներին պետք է օրհնեն ու բարեմաղթանքներ ասեն։ Բայց շատ կարևոր է, որ այս բարեմաղթանքները լինեն հենց ասորերեն լեզվով, ինչը նշանակում է ապահովել նաև կապը լեզվի, պատմության և մշակույթի ու ապագայի միջև։ Քայլերթից հետո խնդրում են շատերը այս տոնը նշել ընտանեկան միջավայրում, հավաքվում են ընտանիքի անդամներով, մոտ ազգականներով և արդեն նշում ընտանիքում։ Սիրում են երգել, պարել, նաև երբեմն շուրջպար բռնել։ Շուրջպարը ևս պատահական չէ, քանի որ խորհրդանշում է անընդհատությունը, միասնականությունը և ամրությունը։ Այս օրերին կազմակերպվում են տոնավաճառներ, հետաքրքիր փառատոներ, համերգներ, որտեղ մարդիկ հավաքվում են և կարծես թե ստեղծվում է այդ ամբողջականության մթնոլորտը։ Շատերը նաև շատ ընտանիքներում ընդունված է, որ հենց այս օրը նախօրեին պետք է մաքրել տունը, ինչը նշանակում է մաքրել ամեն ինչ ու ամենուր և ազատվել անցանկալի իրերից, և սա ոչ միայն կենցաղային նշանակություն ունի, այլ նաև կարևորվում է բացասականից, անցանկալիից, անպետքից ազատվելու առումով։ Թեպետ Ակիտուի արմատները, ասորական նոր տարվա արմատները գալիս են հին ժամանակներից, Միջագետքից, երբ տաճարներում մարդիկ հավաքվում էին մի քանի օր, տարբեր ծիսակարգեր էին իրականացնում, սակայն այսօր այն կարևոր մշակութային դերակատարություն ունի ասորական համայնքի կյանքում։ Չնայած ասորիների մեծ մասը քրիստոնյաներ են, սակայն տոնը քրիստոնեական քիչ տարրեր ունի։ Հիմնականում օրհնությունները և աղոթքները իրականացվում են կրոնական տեքստերի միջոցով, կրոնական աղոթքներ են հնչում, սակայն տոնի մնացած կարևոր բնութագրերը աշխարհիկ բնույթ ունեն և բոլոր ծիսակարգերը աշխարհիկ բնույթ ունեն։ Ասորական նոր տարին ունի երկու կարևոր դերակատարում։ Առաջին, այն ցույց է տալիս ասորական բազմադարյա պատմությունը, երկրորդ, այն կապում է այդ պատմությունը ներկայի ու ապագայի հետ։
Հուսամ ձեզ հետաքրքիր էր լսել ասորիների նոր տարվա մասին, իսկ հաջորդ անգամ կպատմեմ մեկ այլ հետաքրքիր պատմություն, այլ հետաքրքիր ժողովրդի մասին։ Կհանդիպենք։